մինչև ծանոթանալը Բժիշկ Շահբազյանի հետ շատ երկար ճանապարհներ եմ անցել նյարելու դեմ պայքարելու համար։ Երկրորդ երեխայից հետո շատ մեծ քաշ եմ հավաքել։ 96 կիլո եմ եղել։ Փորձել եմ տարբեր միջոցներով քաշս նվազեցնել, բայց հետո հետ է եկել։ 10 տարի պայքարել եմ քաշից դեմ, այնքան հետ եկա, որ դարա 125 կիլո։ Ու Բժիշկ Շահբազյանի վիրահատած հիվանդների հետ եմ ծանոթացել մեր Գյումրիում։ Հիացած եմ մնացել արդյունքից, շատ երկար չեմ մտածել։ Արդյունքը տեսնելուց հետո բժշկի կենսագրության հետ ծանոթանալուց հետո սոցցանցերում որոշեցի, որ պետք է անպայման ես էլ այցելեմ։ Այցելեցի, խոսեցի բժշկի հետ։ Դրանից հետո որոշեցի 3 օրվա ընթացքում եմ որոշել եւ եկե վիրահատվել։ 125 կիլոից տարի ու կես է անցել, 68 կիլո եմ հիմա։ Ոչ մի խնդիրներ չունեմ, բայց մինչ այդ շատ խնդիրներ ունեի, որ բժշկին որ դիմում էի, ասում էին քաշի հետ է կապված։ Նույնիսկ մոտս շաքարն էր բարձրացել։ Բժշկի հետ խոսելուց հետո, որ հիվանդություններ նոր ինքը ասեց, հիվանդությունների 70%-ը վիրահատությունից հետո կանցնի։ Ու այդպես է եղավ։ Հիմա ես 36 տարեկան եմ, բայց ինձ զգում եմ 20 տարեկան։ Հիմա լրիվ կարգավորվել է, եւ ցիկլն է կարգավորվել, եւ շաքարն է իջե, եւ ճնշում, ես ունեի ճնշում 200 մինչեւ, բայց վիրահատությունից 3 ամիս հետո իմ ճնշումը կարգավորվել է 90-60-ից չի բարձրանում նույնիսկ։ Չգիտեմ, օրգանիզմս լրիվ փոփոխվել է, ջահելացել է, օրգանիզմս ինձ հետ ջահելացել է։ 2004 թվին ես 14 տարեկան էի Բիսլանում էի ապրում, Վլադիկավկազի քաղաքներից է Բիսլանը, այնտեղ դպրոցը ծերարիստները վերցրեցին, ես հենց այդ դպրոցում էի սովորում, 3 օր զալոժնիկ եմ եղել այդ դպրոցում ու տարիքս էլ 14 տարեկան մի քիչ չէր, արդեն հասուն տարիք ունեի, հասկանում էի ինչ է կատարվում ներսում։ 3 օր հետո երբ դպրոցը տրակցրեցին, ես փախել եմ։ Իհարկե մնացել ենք ես, մամաս, եղբայրս ենք եղել, մնացել ենք ողջ, առողջ, դրանից հետո շատ մեծ ստրեսի եմ ենթարկվել, ես ինքս 2 ամիս ընդհանրապես չեմ խոսել, չեմ կերել, միայն հորմոնային պրեպարատներով եմ ապրել այդ 2 ամիսը, դրանից հետո ունեցել եմ քաշի ավելացում, բայց այն վաղտոր տարիքս ավելի փոքր էր, հեշտ էր նյարելը, ստրեսը շատ մեծ դեր խաղաց, թե օրգանիզմիս հետ, թե մարմնիս հետ, թե ամեն ինչի հետ։ Դրանից հետո մենք եկել ենք Հայաստան, չենք մնացել այնտեղ, մամաս ու պապաս մի վայրկյան չմնացին այնտեղ։ Մենք բոլորս վերադարձանք Հայաստան։ Հետո արդեն այստեղ ապրեցինք, սովորեցի, ավարտեցի, ամուսնացա, առաջի երեխա, երկրորդ երեխայից հետո արդեն ունեցա այն ինչ որ ունեի։ Ու բժշկի թեթև ձեռքով, չգիտեմ, վերադարձա կյանք։ Ես ինձ լրիվ մոռացել էի երեխայից հետո այդ քաշս, չգիտեմ, մի հատ ստրեսի այդ ժամանակ էի տանում, որ չէի կարող նյարել։ Բազմաթիվ դիետաներ, առողջ սնունդ, ֆիթնեսներ, տարբեր տեսակի չէին օգնում, օգնում էին, ուղղակի հետո նորից քաշը շատ արագ հետ էր գալիս, բայց այս տարի ու կես անցել է վիրահատությունից հետո, սնվում եմ նորմալ, լիարժեք, ոչ մի բանից չեմ զրկում ինձ, ուղղակի շատ քիչ քանակությամբ, շատ չափի մեջ, որովհետև արդեն ստամոքսս կարող է ինձ կառավարել։